Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Երբ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանին հարցնում են Հայաստանով անցնող ճանապարհի մասին, որը կկապի Ադրբեջանը Նախիջևանին, եւ ամենակարճն է, նա նաեւ խոսում է երկրների տարածքային ամբողջականությունը փոխադարձ հարգելու կարեւորության մասին, հետո արդեն անմիջապես առաջ է բերում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին այլընտրանք համարվող ճանապարհը, որը շրջանցում է Հայաստանն ու անցնում Իրանով, ձևակերպում է, թե այսպիսով այդ հարցը լուծվում է։ Մենք աշխատում ենք կապն ավելի անվտանգ ավարտելու ուղղությամբ։ Հուսով եմ, որ այս նախագիծը կապահովի անվտանգ հաղորդակցություն Ադրբեջանի եւ Նախիջևանի միջև եւ միևնույն ժամանակ կհեշտացնի կապը Ադրբեջանի եւ Թավրիզի, Արդաբիլի եւ Արևմտյան Ադրբեջանի միջև։ Այս ճանապարհը, որի ադրբեջանական հատվածը ըստ Ալիևի արդեն կառուցված է, հենց իրենք Ադրբեջանի իշխանություններն էլ փաթեթավորում են որպես այլընտրանք իրենց հնարած Զանգեզուրի միջանցքին։ Ապրիլի սկզբին իր կազմակերպած տխրահռչակ համաժողովում Ալիևը ասել էր, չեն կարող նստել ու սպասել Երևանի որոշմանը, Իրանի հետ պայմանավորվածությամբ կկառուցեն ճանապարհը, որը կշրջանցի Հայաստանը, վերջինիս կթողնի փակուղում։ Ամբողջովին նույն պայմաններով է Երևանը ճանապարհ առաջարկում Բաքվին, բայց Բաքուն նախընտրում է թեհրանական տարբերակը, ավելի երկար ու ավելի թանկ։ Ինչ բլեֆ է անում այսպիսով Ալիևը։ Քաղաքագետն ասում է, Հայաստանից ուզածը միջանցքն է, առանց հայերի վերահսկողության, եթե հիմա համաձայնի ճանապարհի տարբերակին, ապա ըստ էության կփակի միջանցք փոկելու հնարավորության պատուհանը, իսկ իրանական ճանապարհը ժամանակ շահելու միջոց է, հատկապես այն դեպքում, երբ Իրանը բոլորովին դեմ չէ իր երկրով ադրբեջանական անցուդարձին։ Լիովին ձեռնպե Իրանին, որ այդ հաղորդակցության ուղիները անցնեն Իրանի տարածքով, Ադրբեջան Նախիջևան, ինչը մեծացնում է իր ազդեցությունը, այդ իմաստով ձեռնպե, իսկ Հայաստանի տարածքային ամբողջականություն գոնե այդ հատվածում, այսինքն աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության անթույլատրելիությունը Իրանի համար կարմիր գիծ է, ոչ թե մեր սիրուն աչքերի համար, այլ որովհետև իրենք հյուսիսից ավելի խոցելի են դառնում։ Թեև իրանական ճանապարհը ավելորդ գլխացավանք է Ադրբեջանի համար, բայց Ալիևի հաշվարկները թույլ չեն տալիս աջակցել հայկական խաղաղության խաչմերուկին։ Դա կարող է Հայաստանին օգուտներ բերել, մյուս կողմից կարող է շարքից դուրս գալ միջանցքով կամ Սյունիքը ադրբեջանցիներով բնակեցնելու սցենարներով հայկական հողերին տիրելու Ալիևյան պլանը։ Իսկ եթե սպասում է ռազմաքաղաքական հարմար առիթի, սահմանային սադրանքով կամ բանակցություններով միջանցքի պահանջը վերաշարադրելու, ապա ո՞րն է այդ հարմար առիթը։ Ինչ որ փուլում կարող են հրաժարվել ինչ որ մի պլանից, ինչ որ փուլում մեկ այլ պլանից դրանք փոխել, բայց վերջնանպատակը իրենք չեն փոխելու։ Հիմա խանգարում է այն, որ դեռևս հստակություն չկա Միացյալ Նահանգներ, Ռուսաստան, Թուրքիա հարաբերություններում, բավականին կոշտ է Իրանի դիրքորոշումը այդ հարցում, պարզացած կոնսենսուս չկա, որ Ադրբեջանին թույլ կտար այդ հարցը լուծել։ Իսկ Ադրբեջանը այն երկիրը չի, որը ինքնուրույն որոշում ընդունի հարձակվել մեկ այլ ինքնիշխան պետության վրա։ Պաշտոնական Երևանը ամեն հարմար առիթով ասում է, Հայաստանի սուվերենության շրջանակում պատրաստ է ճանապարհ տրամադրել, նույնիսկ բեռների ֆիզիկական ստուգումները նվազագույնի հասցված տարբերակ է առաջարկում, բայց Բաքուն նախընտրում է շարժակազմը տանել ու բերել իրանական ճամփեքով։ Դիվանագիտական համբերությունը մտածված է հանուն Զանգեզուրի միջանցքի։ Ադրբեջանը Եվրոպայի կարևոր գործընկերն է։ Բաքվում հայտարարել է Եվրամիության արտաքին հարցերի եւ անվտանգության բարձր հանձնակատար Կայա Կալասը, որը ապրիլի 25-ին ժամանել էր Բաքու եւ բանակցություն վարել Իլհամ Ալիևի հետ։ Կալասը Բաքվում հայտարարել է, որ պայմանավորվել են վերսկսել Եվրամիություն-Ադրբեջան գործընկերության փաստաթղթի շուրջ բանակցությունը։ Պաշտոնյան նաեւ Եվրամիություն կենտրոնական Ասիա հարաբերության խորացման եւ այդ հարցում Ադրբեջանի դերի մասին է խոսել։ Թեման ուղիղ քննարկել է Ալիևի հետ։ Այն Ալիևի, որ 2 շաբաթ առաջ եվրոպական կողմին ծաղրում էր, հեգնում առաջարկում հայ-ադրբեջանական սահմանային հարցերին պարզապես չխառնվել։ Ապրիլի սկզբին, երբ Սամարղանդում կայացավ Եվրամիություն կենտրոնական Ասիա առաջին գագաթնաժողովը, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, թե տրանսկասպիական տրանսպորտային միջանցքի հարցում հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանների բացումը բեկումնային նշանակություն ունի։ Ալիևը տեղնուտեղը սևացրեց եվրոպացի դիվանագետներին։ Մենք միայն լսում ենք կոչեր բացել սահմանը Թուրքիայի եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Ինչ կապ ունի Եվրոպան այս ամենի հետ։ Թուրքիայի եւ Հայաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի հարաբերությունները նրանց գործը չեն, որքան հեռու լինի Եվրոպական միությունը այս հարցերից, այնքան ավելի լավ բոլորի համար։ Ֆոն դեր Լայենի հայտարարությունը Ալիևին հունիցանել էր, մասնավորապես այն պատճառով, որ Վրաստանը, այսպես ասենք, Եվրամիության թեթև ձեռքով էր քննարկումներից դուրս մնում ու այդ դեպքում Ադրբեջան
Եվրամիություն էներգետիկ կապը կարող էր անցնել Հայաստանով, մի տարբերակ, որ ձեռնտու չէր Ալիևին։ Իրանք ոնց որ ավելի ակնարկում են, որ շահագրգռված կզեն, որ Հայաստանի տարածքով է ծաղկած։ Ուրա բնական է, որ Ադրբեջանի բացական արձագանքը առաջացել է, որտեղ իրանք համար Վրաստանը բնական է, որ նախ ավելի հարմար ու հասկանալի գործընկերական Հայաստանը, ինչպես գիտենք, հարաբերություններն են նորմալացված, բայց դրանց Վրաստանի դեպքում արդեն ենթակառուցվածքները կան արդեն։ Ամեն դեպքում կոշտությամբ աչքի ընկնող պատասխանի հեղինակը 2 շաբաթ անց հանդիպում է Կալասի հետ եւ իր իսկ հարկի տակ պաշտոնական հաղորդագրություն տարածում, թե քննարկել են Կենտրոնական Ասիայի հետ կապերի հարցը։ Տրամաբանական է, որ այս հարցերի շարքում պարզապես չեն կարող չլինել այն հարցերը, որոնցից հեռու մնալ էր խորհուրդ տվել Ալիևը եվրոպացի պաշտոնյաներին։ Ինչն է նորից երկխոսության դաշտ բերել կողմերին, փոխադարձ շահերը ձևակերպում է քաղաքագետը։ Ադրբեջանը շահագրգռված է իրականության մեջ Եվրամիության ու այդ նույն բանը իրանք մասնել կարելի ասել։ Իրանք մի կողմից շատ կուշտ քննադատում են, այդ առաքելությունը Հայաստանում պահանջում են, որ դուրս բերվի, իմիջիալուց Եվրամիությունը ուղղակի արձագանքում են, այսինքն իրանք չեն ասում, որ պատրաստական են հանել առաքելությունները, այսինքն Հայաստանի որոշելի կանոնները, դա ըստ Եվրամիության։ Ադրբեջանը բավականին վատ հարաբերություններ ունի Եվրամիության առանցքային երկրների, մեկի հետ Ֆրանսիայի հիմա, ու իրանք նաև շատ կուշտ արձագանքում են, երբ որ քննադատություն անում մարդու իրավունքների հետ կապված։ Այդ միաժամանակ դրա հետ նույն Կալասի հետ հանդիպման ժամանակ Ալիևը բավականին երկար խոսել է, որ իրանք հուսալի վստահելի գործընկեր են։ Իդեպ Կալասը Բաքվում հայտարարել է, որ Եվրամիությունը կշարունակի ջանք գործադրել ռեգիոնում խաղաղության գործընթացին աջակցելու համար, բայց այցի մասին պաշտոնական հաղորդագրություններում եվրոպական դիտորդական առաքելության մասին տող չկա։ Ալիևը առիթը չի օգտագործել դիտորդներին հեռացնելու պահանջ բարձրաձայնել։ Հիշենք նաև Գերմանիայի նախագահն էլ Բաքու կատարած այցի ընթացքում ասել էր, թե խաղաղության պայմանագրի ստորագրման ադրբեջանական նախապայմաններն իրագործելի են։ Եվրամիության բարձր հանձնակատարն էլ արդյոք նույն կարծիքն ունի Բաքվում, համենայն դեպս դեռ նման միտք չեն բարձրաձայնել։ Նրան սպասում են Երևանում։ Ռուբեն Վարդանյանի գործով Բաքվում ընթացող դատական նիստի ժամանակ Վարդանյանն ու նրա փաստաբան Աբրահամ Բերմանը բողոքարկել են դատավորների կազմը, նշել, որ պաշտպանությունը հնարավորություն չի ունեցել լիովին ծանոթանալ լսումների բոլոր արձանագրություններին։ Դատարանը սակայն բողոքը թողել է առանց քննարկման, հաջորդ դատական նիստը նշանակված է մայիսի 6-ին։ Իդեպ ԱՄՆ կոնգրեսի Թոմ Լանտոսի անվան մարդու իրավունքների հանձնաժողովի լսումների ժամանակ Ռուբեն Վարդանյանի միջազգային իրավախորհրդատու Գենսերը հայտարարել է, որ եթե Բաքվի ռազմական դատարանը նրան մեղավոր ճանաչի ավելի քան 40 կեղծ մեղադրանքով նրան կսպառնա ցմահ ազատազրկում։ ԱՄՆ պետդեպարտամենտը նախազգուշացրել է, որ կհրաժարվի Ուկրաինայում պատերազմի դադարեցման ուղղված դիվանագիտական ջանքերից, եթե առաջընթաց չգրանցվի։ Մենք այժմ գտնվում ենք մի փուլում, երբ երկու կողմերը պետք է կոնկրետ առաջարկներ ներկայացնեն, թե ինչպես վերջ տալ այդ հակամարտությանը, ասել է պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը, նշելով, որ փոխանցում է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի ուղերձը։ Ռուբիոն նման նախազգուշացում է արել Ուկրաինայի բանակցությունների վերաբերյալ այս ամսվա սկզբին։ 33 տրիլիոն դոլար պարտք ունեցող Միացյալ Նահանգները այլևս անկարող է իրեն թույլ տալ սուբսիդավորել եվրոպական անվտանգությունը։ Սպիտակ տան ազգային անվտանգության հարցերի խորհրդական Մայքլ Ուոլցը հայտարարելով այս մասին նաև պարզաբանել է, որ Ամերիկան այլևս չի կարող իրեն թույլ տալ սուբսիդավորել ՆԱՏՕ-ի իր դաշնակիցներին, որ Ուկրաինայի պաշտպանությունն այսուհետև պետք է լինի եվրոպացիների առաջնորդության ներքո։ Ուոլցը ընդգծել է եվրոպական երկրները իրենց արդար բաժինը պետք է ունենան հավաքական անվտանգության հարցում։ Դոնալդ Թրամփից լրագրողները փորձել են պարզել, թե ում կցանկանար տեսնել կաթոլիկների հաջորդ քահանայապետի աթոռին։ Նախագահը կատակելով ասել է. «Կցանկանայի, որ ես պապը լինեի, դա կլիներ իմ թիվ 1 ընտրությունը», նշելով, որ իրականում որևէ նախընտրություն չունի։ Թրամփը հնդածս հիշատակել է Նյու Յորքի arczepiskopos կարդինալ Թիմոթի Դոլանի մասին եւ նկատել, որ Հռոմի պապի պաշտոնում ԱՄՆ-ից դեռ ոչ ոք չի եղել։ Հիշեցնենք, կաթոլիկ եկեղեցու հաջորդ քահանայապետին ընտրելու համար մայիսի 7-ին շուրջ 135 կաթոլիկ կարդինալներ սկսելու են կոնկլավ։ Ամերիկայի կառավարության արդյունավետության դեպարտամենտի ղեկավար Իլոն Մասկը կարծում է, որ Չինաստանը կարող է ժողովրդագրական ճգնաժամի առաջ կանգնել։ Ժողովրդագրական փլուզումը Չինաստանի ամենամեծ երկարաժամկետ խնդիրն է։ Սա վերաբերում է երկրագնդի գրեթե բոլոր երկրներին, գրել է նա X-ում։ Մասկը մինչ այդ անհանգստություն էր հայտնել Եվրոպայում ծնելիության ցածր մակարդակի վերաբերյալ։ Նա նաև հայտնել է, որ ժողովրդագրական ճգնաժամի պատճառով կարող են անհետանալ ամբողջ ազգեր, այդ թվում Իտալիայի, Ֆրանսիայի եւ Ճապոնիայի մշակույթները։
Իսրայելի վարչապետ Նեթանյահուն կոչ է արել ապամոնտաժել Իրանի ամբողջ միջուկային ենթակառուցվածքը։ Այս կոչը հնչել է ԱՄՆ-ի եւ Իրանի միջև բանակցությունների ֆոնին, որոնք կարծես թե դրական ուղղությամբ են ընթանում շաբաթվա վերջին Օմանում անուղղակի բանակցությունների երրորդ փուլից հետո, գրում է The Times of Israel-ը։ Ակնկալվում է, որ բանակցությունները, որոնք ուղղված են Թեհրանին միջուկային ծրագրի զսպմանն ու միջուկային զենքի ստեղծումն արգելափակող գործարքի կնքմանը, ինչպես նաեւ Վաշինգտոնի կողմից Իրանի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցների չեղարկմանը առաջիկա օրերին կշարունակվեն չորրորդ փուլով։ Մենք շատ մոտ ենք Իրանի հետ միջուկային համաձայնության հասնելուն, ես ուզում եմ փակել Իրանի հարցը։ Այս մասին մեհեր գործակալության փոխանցմամբ ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մեկնաբանելով Թեհրանի հետ անուղղակի բանակցությունների ընթացքը։ Սպասվում է, որ մենք շատ շուտով կհասնենք համաձայնության։ Ես ուզում եմ փակել Իրանի գործը, կարծում եմ մենք դրան կհասնենք առանց ռումբեր նետելու, հավելել է Դոնալդ Թրամփը։ Միացյալ Նահանգները եւ Ուկրաինան ստորագրել են ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը, որը նախատեսում է համատեղ ներդրումային հիմնադրամի ստեղծում Ուկրաինայի վերակառուցման նպատակով։ Համաձայնագրի շրջանակներում Միացյալ Նահանգները ստանում է արտոնյալ հնարավորություններ օգտվելու Ուկրաինայի բնական հարստություններից, ներառյալ հազվագյուտ մետաղները, լիթիումը, տիտանը եւ այլ արժեքավոր ռեսուրսներ, որոնք կարեւոր են ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրական տրանսպորտի եւ պաշտպանական արդյունաբերության համար։ Այս տնտեսական գործակցությունը թույլ է տալիս երկու երկրներին համատեղ աշխատել, նպաստելով, որ մեր համատեղ ակտիվները, տաղանդը եւ կարողությունները արագացնեն Ուկրաինայի տնտեսական վերականգնումը։ Մենք կշարունակենք աշխատել ծրագրի կառավարման եղանակի վերջնական հաստատման եւ այս կարևոր գործընկերության զարգացման ուղղությամբ։ Համաձայնագրի շրջանակներում ստեղծվող համատեղ ներդրումային հիմնադրամը նախատեսում է ուղղել ստացված շահույթը Ուկրաինայի վերակառուցման նախագծերին առանց հարկման, ինչը կխթանի նաեւ ներդրումները։ Ուկրաինան որևէ պարտք չի վերցնում, մենք ներգրավում ենք արտասահմանյան ներդրումներ առանց պետական երաշխիքների։ Շնորհակալություն նախագահներին ձեր առաջնորդության համար, շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր աշխատել են համաձայնագրի համար եւ այն ավելի իմաստալից են դարձրել։ Այս փաստաթուղթը կարող է ապահովել երկու երկրների հաջողությունը։ Այս համաձայնագիրը նաև կարևոր քայլ է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ճանապարհին, քանի որ այն համապատասխանում է երկրի սահմանադրությանը եւ Եվրամիության անդամակցության պահանջներին։ ԱՄՆ-Ուկրաինա հանքային համաձայնագիրը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական կարևորություն ունի։ Միացյալ Նահանգները հանձնառու է օգնելու վերջ դնել այս դաժան եւ անիմաստ պատերազմին։ Այս համաձայնագիրը հստակ ազդանշան է Ռուսաստանին, որ Թրամփի վարչակազմը հանձնառու է խաղաղության գործընթացին, որի կենտրոնում երկարաժամկետ հեռանկարում կլինի ազատ, ինքնիշխան եւ բարգավաճ Ուկրաինան։ Ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը հաստատում է կողմերի շահերի համընկնումը տնտեսական, էներգետիկ եւ քաղաքական ոլորտներում։ Գործակցության իրական արդյունքները, սակայն կերևան առաջիկա ամիսներին, երբ սկսվեն ներդրումային ծրագրերը եւ հստակեցվեն դրանց շրջանակները։ Կողմերը պահպանում են ակտիվ կապ, սակայն ներքաղաքական արձագանքները, ինչպես Վաշինգտոնում, այնպես էլ Կիևում, կարող են ազդել համաձայնագրի կիրառման ընթացքի վրա։ 2017-ից հետո առաջին անգամ պատերազմի մասնակից եւ զինապահ ազգային հիմնադրամի շահառուների ամսական հատուցումը բարձրացվել է ավելի քան 26%-ով։ Սրա արդյունքում տարեկան 4 միլիարդ դրամ ավելի կտրամադրեն հայրենիքի պաշտպաններին։ Մի շարք կանոնակարգեր զինվոր շահառուների հորդորով ազգային հիմնադրամում եւս վերանայվել են ու որոշում կայացվել փոխելու։ Զինապահի երբևէ առաջին կամ երկրորդ խմբի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուները, ում զինհաշմանդամության խումբը վերանայվել եւ փոխվել է, շարունակում են ստանալ զինապահի շահառու դառնալու պահին իրենց նշանակված հատուցման գումարը անկախ կարգի փոփոխությամբ։ Զինապահն ըստ հիմնադրամի ղեկավարների այսօր էլ շարունակում է անկյունաքարային հաստատություն մնալ զինծառայողների ու նրանց ընտանիքների համար, եւ այն խնդիրները, որոնք դեռ կան, այն մարտահրավերները, որոնց բախվում են զինապահները, ազգային հիմնադրամը շարունակելու է պահել ուշադրության կենտրոնում, նաեւ համապատասխան արձագանքելով դրանց վստահեցնում են կազմակերպության ներկայացուցիչները։ 2017 թվականից 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ մենք հատուցումներ ենք տրամադրել 5491 շահառուների եւ մոտ 14000 նրանց ընտանիքի անդամների։ 2024 թվականի տարվա ավարտի դրությամբ մենք ունեցել ենք հատուցումներ 5482 դեպքերով եւ 2025 թվականի առաջին եռամսյակի դրությամբ միայն 9 դեպքեր ենք արձանագրել, որը բավականին
փոքր թիվ է։ Դժբախտաբար 2024 թվականի առաջին երամսյակում, եթե համեմատենք, մենք ունեցել ենք 147 դեպք, եւ դրանք հիմնականում Արցախի 2023 թվականի սեպտեմբերյան էսկալացիայի դեպքերն էին։ Հայրենիքին կյանքը զոհաբերած ավելի քան 4300 հայորդու մասին տվյալներն ի դեպ արդեն հասանելի են զինապահի վերաթողարկված կայքում, այստեղ նաև մշտապես հասանելի կլինեն դրամական հաշվետվությունները, ընդ որում ինքնաշխատ հաշվիչի միջոցով, մարդկային գործոնը բացառած, թափանցիկությունը սկզբունք է։ 2020 թվականի հոկտեմբերին Հայաստանն արգելեց թուրքական ծագում ունեցող պատրաստի ապրանքների ներմուծումը։ Հայաստանի կողմից դա քաղաքական որոշում էր, քանի որ 44-օրյա պատերազմում Ադրբեջանից բացի Հայաստանի դեմ ռազմական գործողություններին ներգրավեց նաև Թուրքիան։ Դրանից մեկ տարի անց միայն 2021-ին Հայաստանը որոշեց վերացնել թուրքական ապրանքների ներմուծման արգելքը դեպի Հայաստան, եւ առևտրով զբաղվող Հայաստանի գործարար համայնքը քաղաքացիները սկսեցին մեծ թափով Հայաստան ներկրել թուրքական ծագում ունեցող ապրանքներ։ Եթե 2021-ին Թուրքիայից Հայաստան է ներմուծվել 73 միլիոն դոլարի ապրանք, ապա 2024-ին ցուցանիշը կարելի է ասել հնգապատկվել է, հասնելով մինչև 336 միլիոն դոլարի։ Թուրքիայից Հայաստան հիմնականում ներկրվում է արտադրական հումք, ալյումինե ձողեր, տրիկոտաժե պաստառներ, սալիկներ փայտանյութից, թուրքական հագուստ, տեխնիկա, ավտովարելիք, շինարարական ապրանքներ, սնունդ, գործվածքներ, լվացող եւ մաքրող միջոցներ։ Տնտեսական ոլորտի ներկայացուցիչները փաստում են թուրքական ապրանքի մուտքը Հայաստան արգելելու համար պետք է զարգ տալ տեղական արդյունաբերությունը, եթե ոչ հզոր մասշտաբներով, ապա գոնե փոքր ձեռնարկություններով, թեթև արդյունաբերական ընկերություններով, այլապես թուրքական երբեմն էլ անորակ ապրանքը կգրավի հայկական շուկան։ Թուրքական գյուղատնտեսությունը մասշտաբի էֆեկտով բավականին հզոր է, բանջարաբոստանային որոշակի կուլտուրաների առումով համաշխարհային շուկայի առաջատարներից է Թուրքիան հանդիսանում։ Մեր շուկան ինչքան թուրքական այդ ապրանքները կլանելու ունակություն ունի, կլանվում է, գալիս է մեր շուկա, գալիս է երրորդ երկրի միջոցով։ Այստեղ այլ է, որ ասենք մեր տնտեսության որոշակի հատվածները պետք է պաշտպանվեն։ Ասենք մասնավորապես գյուղատնտեսությունը պետք է պաշտպանվի։ Հետաքրքրականն այն է, որ Հայաստանից Թուրքիա 336.3 միլիոն դոլար առևտրաշրջանառության մեջ միայն 0.1%-ն է կազմում արտահանումը, որը կես միլիոն դոլարի էլ չի հասնում։ Կես միլիոն դոլար չի հասնում, տարի արել 1000 դոլարի արտահանում են ունեցել, դրանք որ ուղղակի կարելի ասել դա կոպիտ ասած հայկական արտադրանքը թուրքական շուկային չի հետաքրքրում։ Մենք ապրանք չունենք, նախ սահմանափակում գոյություն ունի, հայկական ապրանքների նկատմամբ էլ կարծես թե էմբարգոյի որոշակի էլեմենտները պարունակում են, բայց մեր ապրանքների նկատմամբ ընդհանրապես պահանջարկ չկա։ Ինչ պետք է արտադրենք, որ կարողանանք, ասենք, թուրքական շուկայում դա որպես պրոդուկտ ներկայացնել։ 2022-ին ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին ոսկու մեծ ծավալներով արտադրանքը Հայաստանից Թուրքիա ևս հասավ։ Վիճակագրական կոմիտեի տվյալներն են փաստում, որ այդ տարի Հայաստանից Թուրքիա արտահանման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է 61 միլիոն դոլար։ Այդ ժամանակահատվածում Հայաստանից այդ երկիր վերաարտահանվում էր անմշակ ոսկի, թանկարժեք մետաղից պատրաստված իրեր։ Փոքր եւ միջին ձեռնարկատերերը բողոքի ակցիային իրականացրել ազգային ժողովի դիմաց։ Նրանք բողոքել են շրջանառության հարկից, որը հունվարի 1-ից 5%-ի փոխարեն դարձել է 10%։ Ասում են հույսը վերջում է մահանում։ Բոլորին հանդիպել ենք, ասել ենք ինչ է կատարվում, հետևանքը ինչ կլինի, բայց մեզ չեն լսել։ Բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Անհատ Ձեռներեցը։ Նոր Նորքի թաղապետարանում ծեծկռտուք է տեղի ունեցել հայտնի ակտիվիստ Արթուր Չախոյանը աղմուկանաց մանկապարտեզի եւ խաղահրապարակի կառուցման թեմայով ցանկանում էր հանդիպել թաղապետին։ Թաղապետարանի աշխատակիցներն արգելեցին եւ նրանց միջև ծեծկռտուք սկսվեց։ Վերջում ծեծկռտուքին միացել է նաեւ թաղապետ Տիգրան Տեր Մարգարյանը։ Քաղաքացիները բողոքի ակցիային իրականացրել կենտրոնական բանկի դիմաց, որ իրենց անունով առանց թույլտվության վարկեր են ձևակերպվել։ Խաբեությունը հաճախ կատարվել է կասկածելի հղումների միջոցով, երբ մարդիկ տրամադրել են իրենց տվյալները։ Տուժածներն ասում են, բանկերը չեն արձագանքում կամ առաջարկում են նոր անհասկանալի պայմանագրեր։ Քաղաքացիները պահանջում են չեղարկել անօրինական վարկերը եւ պատժել մեղավորներին։ Նրանք դատախազություն են գնացել ու ներկայացրել դիմում։
1-2011-ին, 1-2023-ին բժշկական մայր բուհը Երևանի պետական բժշկական համալսարանն ունեցել է ավելի քիչ շրջանավարտ, քան բժշկական մասնավոր բարձրագույն ուսումնական հաստատությունները։ 2011-ի թվերի տարբերությունն էական է՝ 829, 377-ի նկատմամբ, 2023-ին մասնավորի առավելությունը 81-ով է, 673-ը 592-ի նկատմամբ։ Այս թվերը տեղ են գտել Առողջապահության ազգային ինստիտուտի տարեկան զեկույցում։ Ոլորտի փորձագետը միանգամից արձագանքում է՝ ֆիքսենք, այս ամենը բժշկական կադրային ռեսուրսի նվազման ֆոնին է տեղի ունենում։ Հարկավոր է կատարել պատճառահետևանքային խորը վերլուծություն, քանի որ սա առողջապահական որակի համատեքստում լուրջ խնդիրների մասին է խոսում։ Կարծում եմ մայր բուհի վարկանիշի նվազման խնդիր կա, հիմնական ներևի պատճառը դա է։ Մայր բու հասկացողությունը ընկալման տեսակետից այո շատ կարևոր է, բայց հաղորդական շուկան ազատ է եւ դիմորդները իրենք են որոշում, որ բուհերում կրթություն ստանան։ Շատ ցանկալի կլիներ, որ մայր բուհը լիներ առաջատար։ Ընդհանուր առմամբ 2011-ից մինչև 2023 թվականը մեր երկրում բժշկական բարձրագույն կրթություն ստացել է 16059 ուսանող, որոնցից գրեթե 9030-ը հերացու անվան բժշկական համալսարանում, 7030-ը մասնավոր բուհերում։ Առողջապահության կազմակերպիչը համակարծիք չէ շրջանառվող տեսակետին, թե այստեղ մեծ խնդիր կա։ Հարցնում է, թե ով է ասում, թե մասնավոր ավարտները պակաս պրոֆեսիոնալ են։ Այստեղ մարդու տվյալ ուսանողի անհատական, այսպես ասած, սովորելուն, կրթվելուն, լուրջ վերաբերվելու մասով է ամենակարևորը։ Իհարկե, միայն մի բանով եմ համաձայն, որ կա տրադիցիոն, այսպես ասած, մոտեցում, որ պետական բժշկական համալսարանը շատ ավելի, այսպես ասած, մեծ գիտելիքներ է տալիս, ինքը մայր բուհն է, եւ դա ոչ մեկը չի կարող հետքել։ Բայց մտածել, որ հենց հատկապես որակավորել մասնագետին, որ ինքը ավարտել է այլ բուհ բժշկական Հայաստանի Հանրապետությունում, եւ դա արդեն իսկ նրա որակավորման չափանիշ է, ես համաձայն չեմ։ Բուհերի ծրագրերի ստանդարտացումը, բուհերում ինչպիսի կրթություն են տրամադրում, դրա պատասխանատվությունը կրթության նախարարությունն է։ Եվ կրթության նախարարությունը ամեն տարի հետազոտում է տվյալ բուհերում արդյոք կրթական մակարդակը բարձր է թե ցածր։ Այդ լիցենզիաները, այդ հավատարմագրումները տալիս է կրթության նախարարությունը, որոնք կարծում եմ խնդիրներ չկան։ Իդեպ մեր երկրում բժիշկների նվազման մասին համաձայն նույն պաշտոնական վիճակագրության բոլոր մասնագիտություններով բժիշկները մեկ տարվա 2022-ից 2023 թվականների ընթացքում պակասել են ավելի քան 1118-ով։ Միջին բուժանձնակազմն էլ կրճատվել է գրեթե 200 մասնագետով։ Ապրիլի 29-ին Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցում բախվել են հրդեհի վայր մեկնող լուսաձայնային ազդանշանները միացրած փրկարարական կամազը, Մերսեդեսը, Ford Transit, Opel-ը եւ Gaz 3110-ը։ 5 հոգու առաջին օգնության են հասել քաղաքացիները, օպերատիվորեն ժամանած Գյումրու շտապօգնության բժիշկների հերթապախմբերը։ Նրանք տեղափոխվել են հիվանդանոց։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ վիրավորներից մեկը գիտակցության չգալով մահացել է։ Նա 34-ամյա Հարություն Զ էր։ Դեպքի վայրում էին նաեւ ոստիկանության բարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի բարեկները։ Իսկ Սևան-Երևան ճանապարհին գործող գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել։ Ժամանել են ոստիկանության բարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի բարեկները, փրկարար ծառայության Սևանի հրշեջ փրկարարական ջոկատի հրշեջ փրկարարները։ Պարզվել է, որ պայթյունը տեղի է ունեցել կոմպրեսատոր մտնող խողովակից, ինչի հետևանքով էլ վնասվել են կայանված 3 մեքենա եւ հարևանությամբ տեղադրված մի քանի արևային պանել։ Դեպքի վայր են ժամանել նաև Սևան բժշկական կենտրոնի շտաբօգնության բժիշկների հերթապախումբը, սակայն տեղում պարզվել է, որ բժիշկների կարիքը չկա։ Ապրիլի 28-ին մայրաքաղաքում կառուցվող շենքերից մեկում հերթական ողբերգական դեպքն է տեղի ունեցել։ Զորափի 70 կոտորակ 2 հասցեում կառուցվող շենքում աշխատակիցը 6-րդ հարկից ընկել է։ Ոստիկաններն ու պարեկները տղամարդու դի են հայտնաբերել վերելակի հորանի մոտ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Օպերատիվորեն ժամանած շտաբօգնության բժիշկների հերթապախումբը արձանագրել է տղամարդու մահը։ Դեպքի վայր են ժամանել ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները, գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Գոռ Արաքելյանի
եւ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։ Ապրիլի 27-ին 36-ամյա հրաչուհին Hyundai Elantra-ով Բաբաջանյան փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, ապա ծառին, մասամբ հայտնվել երթևեկելի գոտում։ Վարորդին օպերատիվորեն ժամանած Երևանի շտապօգնության բժիշկներն են օգնություն ցուցաբերել, սակայն նա հրաժարվել է հիվանդանոց մեկնել։ Տեղում էին ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի բարեկները։ Ավտոմեքենայի հետևի համար, եթե արժևի համարանիշը բացակայում էր թարի պատճառով, ապա հետևի համարանիշը բացակայում է։ Ապրիլի 28-ին մեծ թվով փրկարարներ ու թիավարներ շարունակել են որոնել Ուկրաինայի Հանրապետության անչափահաս աղջկան, որը ապրիլի 27-ին մանկական երկաթուղու տարածքում ընկել էր Հրազդան գետը։ Որոնողական աշխատանքները Հրազդան կիրճից ուղղություն են վերցրել դեպի Երևանյան լիճ։ Եվ արդեն մի քանի օր է Սեբաստիատի Չինափողոցների խաչմերուկում իսկական քաոս է։ Լուսագիրները չեն աշխատում։ Դրանից բացի Երևանի քաղաքապետարանը փոսալցման աշխատանքներով պայմանավորված հեռացրել է ասֆալտը, նորը չի արվել։ Կերլարված Երևանի գնդի պարեկներն են աշխատել, 25-ից ավելի վթար են արձանագրել։ Մեքենաները փոսերի մեջ ընկնելով վնասել են անվադողերը։ Ավտոբուսների խաթր ասֆալտն արեք։ Ոչ ջղան 10 օր այս վիճակն ասում են կանենք։